Ներկայիս իշխանությունը մեր խաղակարտերը ուղղակի հանձնում են մեր հակառակորդ կողմին եւ երբեք դրանք չեն պահում մեր ձեռքում։ Շատ լավ է, որ չի արձագանքում, որտեղ եթե արձագանքի ըստ էության դատապարտելու է հավանաբար Իսրայելի այդ քայլը, գոյություն չունի նման իրավունք, դա հորինել է Ադրբեջանը եւ դա շահարկում է Ադրբեջանը։ Եվ չեն ուզում հավատալ Ադրբեջանի այսքան անսահման եւ ագահ ախորժակի արկայությանը։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ մեր հանրությունը կառավարում է վախերով։ Ինքը վախերի մենեջերն է, վախերի եւ հայ հանրությանը խեղճության մեջ պահելու մենեջերն է։ Հիմա որ 300,000 չգա, ասենք 2,000 գա։ Երկրի ներսում առաջացնի խժդժություն, անվտանգային խնդիրներ։ Ադրբեջանն ասի դուք իմ քաղաքացիների ոտը տրորել եք, զորք մտցնի։ Ասում ենք Ադրբեջանին, եթե դու շարունակում ես այս զավթողական ծրագիրը, մենք մեր ձևով ենք դիմում դատարան, դու էլ երրորդ կողմ ճարի, դու էլ դիմի։ Բա մեզ ասում ես դուք ցեղասպանես են, դե գնա ապացուցի։ Թող դատարանը որոշվի։ Ինչ է, եթե ոչ Ալիևի հոգեբանի դեր ստանձնել կամ փաստաբանություն անել Ադրբեջանի օգտին։ Նույն ընդդիմությանը ես առաջարկում եմ նախ կիրառել ճիշտ տերմիններ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ առաջ է մղում պետական մակարդակով մշակված զավթողական ծրագրեր։ Բայց առհասարակ չի կարող այդ սահմանադրությունը դրվել հանրակրվեի, սա մեկ։ Բաքուն այո, շարունակում է պնդել։ Ինքը ուզում է մեր ուղեղում իշխեն ադրբեջանական ճշմարտություններ, ադրբեջանական պատկերացումներ, խեղված պատկերացումներ խաղաղության մասին։ Սահմանադրության փոփոխության առաջարկը դա ռումբ է հայոց պետության ինքնիշխանության տակ։ Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, հերթը խորհրդարանինն է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կոշտ արձագանքը ճուշացավ։ Հայաստանում քննարկում են հավանական ազդեցությունը, օրինակ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր զուգահեռ Բաքուն չի թույլատրում հակահայկականությունն ու տարածքային նկրտումները մեր նկատմամբ։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես սկսենք այդ թարմից, Իսրայելի արտգործնախարարությունը 3 ճանաչեց, ուղարկում է Կնեսեթ եւ այլն, այդ տեխնիկականները մի կողմ։ Նախ հավանականն եք համարում ամբողջական ճանաչում, Կնեսեթով եւ այլն։ Ու ինչ կտա դա գործնականում մեզ այս պարագայում եւ ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանքը, արդյոք սա լարվածություն կբերի, օրինակ հատկապես թե Թուրքիայի հետ հասկանալի է, բայց Ադրբեջանը ըստ էության ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են կարելի ասել։ Սա ինչի կհանգեցնի եւ մեզ դրան ընդհանրապես օգուտ կա թե ոչ։ Իրականում կարծում եմ ներկայիս իշխանության պայմաններում ինչ էլ լինի այս աշխարհում մեզ ոչ մի բան չի տա, որովհետև իրանք ընդհանրապես որևէ գործընթաց Հայաստանի օգտին օգտագործելու ոչ ունակություն, ոչ ցանկություն չունեն, սա մեկ, ինչ վերաբերում է Իսրայելի կողմից մեկնարկած այս գործընթացին, ապա ակնհայտ է, որ դա քաղաքական նպատակներ ունի, այսինքն այնպես չի, որ Իսրայելը տենց շատ սրտացավեր են ամեն ինչի հետ կապված ինչ տեղի ունեցել 15 թվին, ուղղակի սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետությունները պահում են խաղակարտեր եւ պետք է եղած սկսում են այդ խաղակարտերը օգտագործել, ըստ էության այդ ամենից կարելի է սովորել, բայց կարծում եմ մեր խնդրը խորքային եղել ու մնում է այն, որ ներկայիս իշխանությունը մեր խաղակարտերը ուղղակի հանձնում են մեր հակառակորդ կողմին եւ երբեք դրանք չեն պահում մեր ձեռքում, հնարավորության դեպքում դա օգտագործելու առումով, բայց ընդհանուր առմամբ սա նաեւ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում, որովհետեւ դրանք բավականին ջերմ են։ Մենք հոյակապ տեղյակ ենք, որ Իսրայելը հարավային Կովկաս եկավ հենց Ադրբեջանի ձեռամբ, մասնավորապես շատ ակտիվ քաղաքական ու նույնիսկ ռազմական մասնակցություն ունենալով 44-օրյա պատերազմում, Իսրայելը շատ ակտիվ օժանդակել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու հարցում եւ նույն ժամանակ որոշակիորեն հետախուզական ներկայություն է ապահովել ի պատասխան Իրանի սահմաններին, որի մասին իրանցի տարբեր պաշտոնյաներ արձանագրել են։ Ամեն դեպքում այս իրավիճակում Ադրբեջանի գործը ավելի է բարդանում մանևրելու Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, որովհետեւ տևական ժամանակ Ադրբեջանը փորձում էր հենց այդպես անել, պահպանել ջերմ հարաբերությունների երկուստեք, միևնույն ժամանակ տարբեր առիթներով նույնիսկ փորձում էր միջնորդական առաքելություն խաղալ, բայց ակնհայտ է, որ իրավիճակը այդ առումով արդեն նոր զարգացումներ է ստանում։ Այդ որքան էլ որ ասում եք իհարկե բնականաբար քաղաքական է, սեփական շահերից է բխում, իդեպ երևի թե բոլոր երկրներին, ովքեր մինչև հիմա ճանաչել են, չէ՞, ամեն մեկն էլ շահ հետապնդել է։ Դե կան պետություններ, որոնք նաև առաջնորդվել են տարբեր ոչ միայն ուղղակի շահերով, այլ պետություններ, որոնց համար մարդկության դեմ գործած հանցագործությունները որոշակի իսկապես հանցագործություն են, կան այդպիսի պետություններ։ Լավ, այս պահին Իսրայելի մասով հասկանալի բնականաբար է։ Լավ, Երևանի արձագանքը ձեր կարծիքով ինչու չկա, ըստ էության չկա, չէ՞ Երևանի արձագանքը այդ իրադարձությանը, չենք հանդիպել։ Ինչու չկա եւ
ինչ պետք է աներ, այ որ ասում եք այս իշխանությունը որ անհնար է եւ այլն։ Կարող էր օգուտ քաղել եւ այդ Իսրայելի ճանաչումից եւ Իսրայել-Ադրբեջան նոր ինչի մասին որ խոսում էիք։ Այստեղ այս խաղի մեջ դա հավանականն է այդ անկախ նրանից թե ինչպես է իմ արձագանքում իշխանությունը։ Նախ ինչու՞ չի արձագանքում։ Թույլ տվեք մի քիչ հեգնանքով եւ ցինիկաբար մոտենալ եւ ասել, որ շատ լավ է որ չի արձագանքում, որտեղ եթե արձագանքի ըստ էության դատապարտելու է հավանաբար Իսրայելի այդ քայլը եւ ասելու է, որ դա հարված է Ադրբեջան, չգիտեմ, Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա զարգացող, բուռն զարգացող թվացial հարաբերություններին։ Առնվազն պետության ղեկավարության դիրքորոշումը այդպեսին է, ըստ շատ հաճախ ուրախանում եմ, որ այդ արձագանքը չկա, որովհետև նույն Ադրբեջանից եկող տեքստերին այնպեսի արձագանք է արվում, որ ես կգերադասեի լռությունը, քան արձագանքը, որը փաստացի գործիք է դառնում Ադրբեջանի ձեռքին։ Բայց օգտվելու տարբերակ կար, ճիշտ եմ հասկանում։ Կա օգտվելու տարբերակ, ինչքան էլ մենք փոքր ենք եւ այլն եւ այլն։ Ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունենում լուրջ վերադասավորումներ, ձևավորվում են տարբեր նոր ալյանսներ եւ այս սկսված բավականին բարդ շրջափուլը, որտեղ աշխարհը վերադասավորումների մեջ է, որտեղ այդ ուժային կենտրոնները փորձում են վերստի եւ նորովի վերադիրքավորվել, բնականաբար տեղ խաղալու տեղեր շատ կան ու տարբեր հարցերում կան, ոչ միայն այս հարցում, բայց այստեղ խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը ընտրել է այնպիսի գիծ, որ իր նպատակն է Ադրբեջանի Թուրքիայի պահանջների լիակատար կատարմամբ իբր հասնել խաղաղության։ Ու այս գծի մեջ մնացած որևէ հնարավորությունից, որն էլ դա ստեղծվի, օգտվել Հայաստանի իշխանությունը ցավոք չի կարող օգուտ Հայաստանի, որովհետև իրենք չունեն այդպիսի նպատակ։ Կոնցեպտն է այլ, այսինքն։ Կոնցեպտն է այլ եւ իրենք չեն, ես վստահ եմ, որ իրենք այդ խորքային վերլուծությունները չունեն ու չեն հասկանում, թե աշխարհում առհասարակ ինչ զարգացումներ ու միտումներ կան։ Իրենք ես կարծում եմ այդ մտավոր վերլուծական կարողությունները չունեն կամ առնվազն իրենց հետաքրքիր չի, որ հասկանան, թե աշխարհը ինչ ուղղություններով է զարգանում, իսկ իրավիճակը բավականին բարդ է։ Մի օր Ամերիկայի եւ Իրանի ղեկավարներ ինչ որ հրադադար են կնքում, 2 օր հետո դա խախտվում է, Ռուսաստանի հետ կապված նույն Ուկրաինայի թեմայով հնչում են ավելի կոշտ հայտարարություններ, այսինքն այդ թնջուկը գնալով նոր թափահավաքում բավականին վտանգավոր, դա հասկանալը հեշտ չի բնականաբար, բայց դա հասկանալը կարևոր է հետագա քայլերը պլանավորելու տեսանկյունից։ Ամեն դեպքում իշխանությունը մի պլան ունի, այդ պլանը Ադրբեջանի պահանջների լիարժեք կատարումն է, որը ըստ իրենց տրամաբանության միգուցե կամ ես կարծեմ տրամաբանության բացակայության իբր պետքա բերի խաղաղության։ Այդ պլանի կանադարան մի ճշգրտող հարց այս թեմայով անցնենք առաջ։ Օրինակ անկախ նրանից թե Իսրայելի հանդեպ ինչ վերաբերմունք կան ու Արցախյան պատերազմը հաշվի առնելով վերջին չէ աջակցությունը այս ամեն ինչով հանդերձ օրինակ Հայաստանի նախկին իշխանությունները ինչպես կվարվեին ես կարծում եմ կամ այս գործողները առնվազն արտգործնախարարության մակարդակով ճիշտ չէր թեկուզ մի Twitter-յան X-ի գրառումով ողջ ունել, հա, անկախ թե ինչպես է ամեն դեպքում վերաբերում այդ պետությանը։ Դա ճիշտ չէ լինի, դա ինչ-ինչ խանգար էր։ Առհասարակ տեսեք, բացի այս Իսրայելի շուրջ տեղ ունեցող զարգացումներից, տեղի ունեցել տարբեր օրինակ խորհրդարանների հայտարարություններ նույն հայ ռազմագերիների հետ կապված եւ տարբեր այլ առումներով։ Երբևէ տեսել եք, որ իշխանությունը դրան արձագանքի իհարկե ոչ, այսինքն ներկայիս քաղաքականությունը հակասում է նրան, իսկ առհասարակ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա դատապարտումը, դրա հետ կապված առնվազն մինիմում հստակ քաղաքական գնահատականները, դրանք կարող են լինել լուրջ արտաքին քաղաքական գործիք Հայաստանի Հանրապետության ձեռքին առհասարակ իր դեմ եւ իր դեմ ըստ էության եղել են, բայց ես կարծում եմ նույնիսկ այն ժամանակ ոչ բավարար են եղել։ Ամեն դեպքում իր դեմ հնարավոր ագրեսիաները, գործողությունները, էթնիկ զտումները կանխելու նպատակ կարող են հետապնդել, բայց հայկական կողմի հայտարարությունները վերջին մենք տեսնում ենք նույնիսկ ցեղասպանության օրվա հետ կապված ակնհայտ է, որ դրան ակնհայտ է, որ այդ նպատակը չեն հետապնդում, այսպես ասեմ։ Զուգահեռ հիշեցի արդյոք տեղին է Արցախի հետ, Արցախի ու ռազմագերիների, այ եթե կոմպլեքսով ենք նայում, էլի նմանատիպ է, չէ՞ կարծես դրսից Արցախի մասին զուգահեռը դրան եկավ, Արցախն էլ ցեղասպանություն էր, էլի դրսում կարծես թե դրսի տարբեր երկրներ որ հայտարարություններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք, ռազմագերիների վերադարձ, էլի արձագանքը չկա Հայաստանի, սա էլ մոտավորապես նույն հարթության մեջ է, առանց Հայաստանի է կատարվում այդ ամեն ինչը։
Արձագանքը ոչ միայն չկա, այլև եթե ուշադրություն դարձնեք մի քանի օր առաջ ասուլիսի ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց Արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագրից եւ Կապիտոլիումում դրա հետ կապված ինչ-որ միջոցառման անցկացումից, ինքը մեղադրեց հայկական լոբիստներին այդ թեմաները Միացյալ Նահանգներում տարբեր առիթներով, տարբեր բանաձևերով առաջ մղելու համար, այսինքն փաստացի ինքը մեղադրում է այն բոլոր լոբիստական խմբերին, կազմակերպություններին, որոնք աշխատում են այդ թեմաների շուրջ, որոնք աշխատում են այդ թեմաները սպասարկելու շուրջ։ Նույնիսկ եթե հիշեք այդ եվրոպական մեծ գագաթաժողովի ժամանակ ընտրություններից առաջ, որ եկան տարբեր եվրոպացի պաշտոնյաներ, հարց տրվեց, ես հոյակապ հիշում եմ Նիկոլ Փաշինյանին արդյոք գերիների թեման բարձրաձայնելու են նա նրանց այդ հանդիպումներում, ինքը շեշտեց, որ ոչ չի անելու, քանի որ դա երկկողմ օրակարգի մաս է Ադրբեջանի, բայց առանց միջազգային պատշաճնշման Ադրբեջանը որևէ քայլի գնալու ոչ մի շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ կապված, այդ թվում գերիների ազատարձակ։ Բնականաբար հիշեցիք Արևմտյան Ադրբեջանը, այսպես կոչված, չի հանգստանում Բաքուն, եղավ այդ, հայտնի, ինչ էր, ցուցահանդես, սիմպոզիում, համաժողով անունադրել են եւ Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված եւ այսպես կոչված վերադարձի մասին էր դա ըստ էության։ Հիմա Հայաստանում տեսակետները այդ այսպես կոչված վերադարձի մասին ծայրահեղ բևեռացված են։ Իշխանությունը իսպառ բացառում է, հիշում եք Փաշինյանը հայտարարեց, որ անհնար է իմ օրոք եւ այլն, մեկ հոգի էլ գա, մոտավորապես նման հայտարարություն, ընդդիմությունն էլ անգամ թիվը նշում, գիտեք 300,000, որ շատ քննադատվեց եւ այլն։ Հիմա որպես մասնագետ, քաղաքական գործիչ չէ, մեջ որն է այստեղ ձեր դիտարկման, որն է այստեղ ճշմարտությանը մոտը, մեջտեղում է ճշմարտությունը, որն է, թե երկու կողմներ շատ են, կա իրականում այդ ամեն ինչը, մարդիկ ուզում են հասկանալ։ Տեսեք, ես կարծում եմ երկու կողմն էլ խնդիրը դիտում են բացառապես ներքաղաքական շահարկումների դաշտում, որը մեծապես վնասում է խնդրի վերաբերյալ ճիշտ քաղաքական գնահատականներ հնչեցնելուն։ Սա չի կարող դիտվել որպես ադրբեջանցիների, առավել եւս ճակերտավոր վերադարձ բառի ես հորդորում եմ, շարունակում եմ հորդորել բոլոր գործընկերներին լրագրողական համայնքի, հանրային դաշտի չկիրառել այդ տերմինը, որովհետև գոյություն չունի նման իրավունք, դա հորինել է Ադրբեջանը եւ դա շահարկում է Ադրբեջանը։ Սա Հայաստանի Հանրապետության նկատմամբ անթակույց առաջ մղվող զավթողական ծրագիր է, որը շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, եւ սա փաստ է, եւ սա ոչ մեկ չի կարող շղթել, երբ Ադրբեջան պետության ղեկավարը հայտարարում է, որ իր հանրավանությամբ գտնվող Հայաստանը իբր պատկանում է իրենց եւ հայերը իբր իրենց ցեղասպանել եւ ապօրինաբար դուրս են քշել։ Եկեք համաձայնենք, որ սա որևէ աղերս չունի ինչ-որ իրավունքների թեմայի հետ։ Իրավունքների թեմայի հետ կապված տարբեր փորձագետներ, մասնագետներ շեշտել են, որ այդ թեման փակված է առհասարակ Ադրբեջանի համար, որովհետև համապատասխան միջազգային դիմումները մերժվել են։ Այսինքն չկա խոսակցություն իրավունքի մասին, դա Ադրբեջանի հորինվածքն է, ըստ եկեք դա ընդհանրապես դուրս հանենք դաշտից, սա զավթողական ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի ուզում այդ գնահատականները տա այդ ծրագրին, որովհետև հոյակապ հասկանում է, որ դա ամբողջությամբ հակասում է այն թեզին, որ Արցախը թոք էր մեր վզին, ազատվեցինք, Հայաստանը ազատեցինք, դե հիմա ոնց կա բացատրի, որ ոնց որ ոչ միայն այդքանը չենք ազատել, այլև Ադրբեջանի աշկը մեր երկրի վրա ենք, դրա հետ կապված ոչ մի բան չի կարող անել։ Ընդդիմությունն էլ կարծում եմ շատ շահարկումների տեղիք տվեց այդ թեման, որովհետև իրենք էլ չհնչեցրին համապատասխան գնահատական, դա հնչեցվեց, որպես ադրբեջանցիները կգան, այս կանեն, այն կանեն, սա այս թեման դրա մասին չի, այս թեման հարևան երկրի կողմից պետական մակարդակով մեր երկրի դեմ մղվող զավթողական ծրագրի մասին է եւ այդ գնահատականը պետք է տրվի։ Այդ գնահատականի բացակայությունը մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացնում, սա ազգային անվտանգության խնդիր է։ Այս իշխանությունը, որ ընդդիմությունը կան, ի վերջո իրանք ինչ-որ պայից չեն լինելու մի քանի տարի հետո միգուցե, բայց այս խնդիրին ճիշտ գնահատական չտալը մեզ վրա շատ թանկին է արժանալու։ Եվ ես սա համեմատում եմ ինչ-որ առումով ոչ ամբողջությամբ, բայց Լեռնային Ղարաբաղի պատերազմին հարձակումներին նախորդել են տասնամյակների պրոպագանդա եւ քարոզչություն, որոնք ինչ որ չափով գնահատվել են, բայց ես կարծում եմ բավարար լուրջ չեն գնահատվել այդ ախորժակի մասով։ Մենք մեր հանրային դաշտում երբեք ամբողջական ու ճիշտ ընկալում չի եղել քաղաքական դաշտի մասն է խոսքը, որովհետև քաղաքական դաշտը փորձել է լինել մաքսիմալ ռացիոնալ։ Միշտ տրամաբանություն է փնտրում Ադրբեջանի գործողությունների մեջ եւ դա բնական է, տրամաբանության փնտրտուքը բնական է։ Եվ չեն ուզում հավատալ Ադրբեջանի այսքան անսահման եւ ագահ ախորժակի արկայությանը։
ու քայլերը դասավորել ըստ այդ դա ֆանտաստիկայի ժանրից չէ, այո, այսինքն երբ որ կանգնում ենք 2012 թվականից սկսած նման տեքստերը արտաբերում, պետք է հասկանալի լինի, որ խնդիրը զուտ Լեռնային Ղարաբաղի հարցով չի կարող սահմանափակվել, եւ երբ ինքը Լեռնային Ղարաբաղի հարցում հասնում է մի լուծման, որը երազել անգամ չէր կարող, ձգտում էր, բայց չեմ մտածում եմ, ոնց պիտի sense բան լինի, ոչ հայեր կան, ոչ խնդիր կա, ոչ մեկ Իրանից ոչինչ չի պահանջում, այդ թեման փակված գնացած, ասում եմ ոնց։ Հիմա Հայաստանն է իմ նպատակը։ Ու բաց տեքստով խոսում է պետության կրթության նախարարը միջոցառման ժամանակ ասում է, փաստացի, եթե այլ ձևով բանանենք, ասում է Հայաստանը զավթելը մեր ապագա նպատակն է։ Հիմա իրանք այսօր այդ զավթողական ծրագիրը առաջ են մղում մեզ համար երբեմն անտեսանելի թվացող տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ նաեւ հոգեբանական դաշտում, երբ հայ հանրությունը եւ իշխանության սխալ գնահատական դրանց բացակայության եւ ընդդիմության իմ կարծիքով այդ վախ տարածելն էլ էլի ճիշտ բան չի, որ ժողովուրդ sense վատա լինելու այդ վախի մթնոլորտը առհասարակ սկսում է հանրությունը կառավարվել վախերով։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ մեր հանրությունը կառավարում է վախերով։ Ինքը վախերի մենեջերն է, վախերի եւ հայ հանրությանը խեղճության մեջ պահելու մենեջերն է, ես այդպես կարող եմ ասել, իր նպատակը ցույց տալ, որ այս պետությունը, այս ժողովուրդը երբեք չի կարող հաջողել, որ պարտությունը լավագույն բանն է, որ իր հետ եղել է վերջին 30-35 տարիների ընթացքում եւ ըստ էության բանավեճի ժամանակ դա էլ ասեց, որ այն ամենը ինչ արել ենք շափազանց ճիշտ է արել, բայց ինքը անսահման ոչ միայն տարածքային կորուստներ եւ այլ, անսահման ցավ է պատճառել 100,000-ավոր մարդկանց եւ նրանց ընտանիքներին ու ինքը համարում է դա իր լավագույն ձեռքբերումը ու այս տրամաբանության մեջ մեկ էլ հայտնվում է ընդդիմությունը, որը ճիշտ գնահատականների, խնդիրը ճիշտ հասկանալու բացակայության պատճառով սկսում է ուրիշ ձևի վախեցնել հանրությանը։ Չի ասում, Ժորժ ջան, այս խնդիրը կա, այս խնդիրը զավթողական ծրագիր է, սա առաջացել է Նիկոլ Փաշինյանի այսպիսի քաղաքականության հետևանքով նաեւ, բայց այս խնդրի լուծումը սա է։ Եթե դու ինձ ընտրես, ես այս խնդիրը սենց կլուծեմ։ Ինքը չի ասում, օրինակ հատուկենտ ընդդիմադիր գործիչներ են դաշտում դրա մասին խոսել, մեկ ասում մենք որ ընտրվենք չեն գա, ինչպես հենց դա պրիմիտիվացնում խնդիրը, գալ չգալը ո՞րն է։ Իրանք ուր պիտի գան, ինչ գան, ինչի մասն է խոսք, իրանք ոչ իրավունք ունեն, ոչ կարան դրան հասնել, իրանք չեն էլ ասում են գանք, ձեր կողքը ապրանք, ձեր հետ սուրճ խմենք առավոտները։ Բայց ընդունեք, որ իրանք Եվրոպական ձեր երկիրը մեզ է պատկանում։ Բայց իրանք արդեն այդ բաներով Եվրոպան հասել են, չէ՞, Եվրոպական։ Բայց ինչու են հասել։ Լոբինգ են անում ուժեղ PR են անում։ Այո, իրանք ռեսուրս են, իրանք պետության ռեսուրսը դնում են մի բանի վրա, որ ապացուցում որ Հայաստանը իրանց է պատկանում։ Ու մենք հանրային առումով այդ հարց չենք տալ, Ժորժ ջան, այս ինչ է, ինչ գալ, չգալ, ինչ 300,000, 1567։ Հիմա որ 300,000 չգա, ասենք 2000 գա։ Երկրի ներսում առաջացնի խժդժություն, անվտանգային խնդիրներ։ Ադրբեջանը ասի դուք իմ քաղաքացիների ոտը տրորել եք, զորք մտցնի։ Ստացվեց ընդդիմության ասածը եղավ, թե չեղավ։ Ուզում եմ ասեմ, տեղել պետքա դու ճիշտ կարողանաս ընտրել բառամթերքը եւ նպատակները եւ ճիշտ ցույց տալ Ադրբեջանի նպատակը։ Ես հարց եմ տալի, եթե Ադրբեջանը իրապես ձգտում է խաղաղության, ինչի պետք է այսքան հսկայական փող ծախսի, փորձելով միջազգայինորեն ապացուցել մի բան, որը գոյություն չունի, երբեք այս պետության տարածք արևմտյան Ադրբեջան չի կոչվել։ Չի մասնա խոսքը։ Ու դրա մասին խոսելու փոխարեն իշխանությունը ասում է, այ որ դուք խոսացիք Լեռնային, այսինքն Ադրբեջան զավթողական ծրագրերը կներեք բառից համար գցում է ընդդիմության գրպանը, ընդդիմությունն էլ խնդիրը ճիշտ չհասկանալու, ինչ-որ վերադարձ բառերը սխալ, շատ դեմ եմ դրան, խնդրում եմ մի օգտագործեք, ոչ մեկ թող այդ բառը չօգտագործի, չի կարելի։ Մենք չենք հասկանում, թե ինչպես ենք ակամայից դառնում Ադրբեջանի մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի մի մասը։ Եվ անճարություն ենք սերմանում հայ հանրության մեջ, որ լուծում չկա, բայց ի՞նչ է նշանակում Ադրբեջանը այսքան հանցանքներ գործելուց հետո մի հատ էլ գա այդ թեզը առաջ մղի, մենք էլ խեղճ նստենք նայենք, ասենք, ոյ, այս ինչեր են անում, բան չենք կարող անենք, մենք խեղճ ենք։ Այդ խեղճության բանից, այդ հոգեբանական ճնշումից է սկսում լիքը խնդրեմ։ Մենք խեղճ չենք, մենք իրավունքն էլ է մեր ձեռքը, փաստն էլ է մեր ձեռքը, մենք այսօր ունենք բոլոր դիվանագիտական ու քաղաքական ու տեղեկատվական ռեսուրսները, դա չհեզոքացնելու, պայքարելու, դա Ադրբեջանի դեմ ուղղելու, բայց չենք անում։ Օրինակ Արցախի վերադարձի հարցը միշտ պահելու մեկ, հա, դա է մեկը, մյուսը։ Նայեք, արցախցիների վերադարձը երբեք չպետք է դրվի սրա հետ նույն կշեռքի նժարի վրա։ Արցախցիների վերադարձը դա Փաշինյանը դնում է արհեստական
Հիմնականորեն դա նկատվում։ Դե դա է խնդրեմը։ Դրանով ինքը կշիռ է հաղորդում Ադրբեջանի զավթողական ծրագրերի, երբ միջազգայինորեն ամրագրված իրավունք, այդ իրավունքը ես, դուք, Փաշինյանը, Ալիևը չեն հորինել դա, միջազգային դատարանները ամրագրել են։ Սա ոչ ոք չի կարող հերքել։ Այլ բան, որ այսօրվա իրավիճակում դրա իրականացումը լուրջ հարցեր է առաջացնում այսօրվա Ադրբեջան պետության պայմաններում, բայց այդ մարդկանց իրավունքը ամրագրված է։ Էթնիկ զտման փաստերն էլ են ամրագրված։ Եվ այդ ամբողջը հենց օծից մենք չենք հորինել, դա տեղի է ունեցել։ Ադրբեջանը ամենասարսափելի քաղաքականությունն է վարել, ամեն ինչ արել է, որ այդ հողում հայ չապրի։ Դրանից հետո սկսում է ոչնչացնել հայկական հետքերը, ինչքան խորն է փորում, այնքան ավելի խորը հայկական հետք է ճարում այդ հողից, այդ հողի ֆենոմենը ինչևէ։ Բայց սա չի կարա դրվի մի բանի հետ, որ Ադրբեջանը հորինել է ինքը միջազգային դաշտում մերժվել է այդ իրավունքի հարցում։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ամրագրված իրավունքը դնում է չամրագրված գոյություն չունեցող իրավունքի հետ նույն կշռի վրա, նույն կշեռքի նժարի վրա, ինքը ըստ էության ծառայությունն է մատուցում Ադրբեջանին։ Ասում է, բա ծեր իրավունք նույն հավասար ոնց կարա դա տենց դիտվի, դա անդրամաբանական է։ Որը դիտվի Տիկին Հարապետյանի այդ պարագան, որը կարող է անել եւ իշխանությունը եւ ընդդիմությունը իդեպ։ Իմիջիայլոց ասեմ, այդ թեզը դաշտում քաղաքական դաշտում թերևս միայն գործիչներից Թաթոյան Արմանն է հնչեցրել, եւ ես համամիտ եմ դրա հետ, ասում է Ադրբեջանին, ասենք, եթե սա շարունակվում է, գնում ենք միջազգային քրեական դատարան, որը պատժում է ղեկավարներին պատերազմական հանցագործությունների համար։ Մենք վավերացրել ենք Հռոմի ստատուտը, նույնիսկ ռուսական կողմն էլ դա դիտեց որպես հակառուսական քայլ։ Հիմա ասում ենք Ադրբեջանին, եթե դու շարունակում ես այս զավթողական ծրագիրը, մենք մեր ձևով ենք դիմում դատարան, դու էլ երրորդ կողմ ճարի, դու էլ դիմի։ Բա մեզ ասում ես դուք ցեղասպան ես, դե գնա ապացուցի, թող դատարանով որոշվի։ Ալիևի լեզուն այսքան երկար է, որովհետև իրան հակադարձող չկա, ճիշտ հակադարձող։ Ես չեմ ասում տենց սուր առնեն թվանքը նստեն։ Պաթոսով, էմոցիայով գոռալը ոչինչ չի փոխում, կամ փաստերով ասես տենց ես ասում, ասում ես իրավունք ունես, այս ունես, այն ունես, մենք սենց վատն ենք, նացիստ ենք, ֆաշիստ ենք, հարց չկա։ Ես չասեմ, դու չասես, գնանք միջազգային քրեական դատարան, տեսնենք ով է նացիստ, ով է ֆաշիստ։ Հետո կխոսենք դրանից հետո։ Այսօրվա դրությամբ մեր միջազգային փաստաբանական թիմը կարողացել է միեդում հասնել վճռի, որը Ադրբեջանին պարտավորեցնում է որոշակի բաներ։ Իսկ դու գիտեք, որ Ադրբեջանը չի ընդունում այդ վճիռը։ Այսքանից հետո, ակնհայտ փաստերից հետո ամենադաժան պատերազմական հանցագործությունը անելուց հետո։ Վերջին վճիռը նկատի։ Այո։ Բնական է, որ խոսքը այդ 90,000 եվրոյի մասին չէ, ինչ պետք է անի այդ ընտանիքին։ Խնդիրը այն է, որ փաստերով ու դատարաններով ապացուցում է, որ Ադրբեջանը ռասիզմ քարոզող եւ ռասիզմը խրախուսող պետություն է։ Սա է խնդիրը, եւ սրանով պետք է Ադրբեջանի ագահությունը զսպվի ինչ որտեղ։ Բայց տեսեք, որ ասում եք, թե պարոն Թաթոյանի ասածը, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունը ինչ ուղղակի խոսքով չի փորձում ընդհանրապես խոսքով ինչ որ կերպ զսպող բան ասել, ելու մնաց գնա քրեական դատարան դիմի այն երկրի հետ, որին ասում են խաղաղություն են կառուցում եւ այլ, դա մի քիչ շատ որովհետև ուտոպիստական է Փաշինյանը այս կառավարությունը։ Միանշանակ ինքը դա չի անելու։ Ես խոսում եմ հանրային դաշտի արձագանքի մասին, որովհետև այն օրը մի հատ գրառում էի արել, ես ինձ մի պահ պատկերացրեցի, ես նստած եմ X եվրոպական մայրաքաղաքում, դիվանագետ եմ, զբաղվում եմ Հարավային Կովկասով, դե ամեն դեպքում իրանք մոնիթորինգ անում են մամուլը, հատկապես պաշտոնական, նայում տեսնում են այս Ադրբեջան որ փառատոներ է արել, Հայաստանի դրոշը խփել է, զորնադհոլ է միացրել։ Ասում են լավ է, ինչա բան, տեսնենք Հայաստանը ոնց է արձագանքում։ Բացում են Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, որտեղ լրագրողը ուղիղ հարց է տալիս, Հայաստանը ասում է, ես գիտեմ, դա ընդդիմությունն է դրա մեղավորը այսօրվա։ Այսինքն Ադրբեջանի զավթողական ծրագրի մեղավորը ընդդիմությունն է։ Ասում են լավ բան չի, բայց այս պատճառահետևանքային կապը գիտեմ, մոտավորապես այսպես։ Դա ինչ է, եթե ոչ Ալիևի հոգեբանի դեր ստանձնել կամ փաստաբանություն անել Ադրբեջանի օգտին։ Պետության որևէ ղեկավար չի կարող կանգնել ու արդարացնել հակառակ կողմի իր պետության դեմ գծված զավթողական ծրագրերը, դա համարվի նորմալ, դա նորմալ չի։ Այստեղ արդեն գալիս է հանրային ընդդիմադիր դաշտի որոշակի միասնական արձագանքը։ Ես ինչու եմ այս հարցում այսքան համառորեն պնդում տերմինները ճիշտ օգտագործեք, որովհետև նույն X դիվանագետը ամեն դեպքում հաշվի առնելու, որ Հայաստանի բնակչության 51%-ը չի ընտրել այդ քաղաքական ուժը, ասելու տեսնես են 51-ի ընտրած մասան ժողովուրդը քաղաքական ուժերը ինչ վերաբերմունք ունեն ամեն դեպքում այս հարցի մասին։ Գոնե էդ էլ կմտնի զեկույցի մեջ։ Գոնե դա էլ իր դերը կխաղա։ Իսկ երբ այն մյուս մասն էլ ասում, մենք թույլ չենք տա ադրբեջանցիներ կան, ասում են, ինչ խառը կներեք շուկա է սրանց մոտ, մի խոսքով գրում է, որ Հայաստանը խնդրեմ չունի Ադրբեջանի զավթողական ծրագրերի հետ։ Դրանից 2 շաբաթ հետո մի հատ X ադրբեջանցի պաշտոնյա կգա ասում է միջոցառում անեմ ձեր
չգիտեմ, սենյակներից մեկում փողեր տալիս, ասում են, դե թող անի Հայաստանը, այստեղ խնդրեմ չունի։ Իսկ պատկերացրեք այլ իրավիճակ, եթե ընդդիմությունը ճիշտ արձագանքեր կամ լիներ իշխանություն, որի արտգործ նախարարը հստակ դիրեկտիվներ կուղարկեր բոլոր դիվանագետներին, որ ում հետ ուզում եք հանդիպեք, նույնիսկ տվյալ նախարարության հավաքարարի հետ էլ հանդիպեք ու ասեք, եթե որևէ մեկը մասնակցի այս միջոցառմանը, կներեք կոպիտ է մի քիչ արտահայտվում, ոչ մի խնդիր չունեմ մակրողների հետ, ուզում եմ ասեմ, այնքան խորքային աշխատի, որ որևէ մեկը երբեք այդ անունով որևէ միջոցառմանը գնալու ռիսկ էլ չունենա, հասկանա, որ խնդիր է ունենալու Հայաստանի հետ։ Հետո կապեր հաստատիր միջազգային գործընկերների հետ, եվրոպացիների, ամերիկացիների, այսքան գալի գնում աջակցում են, մի չի ասում։ Դուք կարող եք մուտքել արք, ինչպես էր անում Ադրբեջանը, իշմեք Արցախ գնացողների դեպքում։ Ես դες ասեմ, այսօրվա այդ իբրքա հասարակության, որ հանդիպում են ինչ-որ ադրբեջանցիներ, այդ ադրբեջանցիների մեջ կան մարդիկ, որոնք ստորագրում են զավթողական ծրագրերի անվունը կրող նամակների տակ, ուղիղ ստորագրում են։ Այսինքն, այո, ինչի մասն է խոսքը, սա պետական հսկայական ռեսուրս է դրված այս ամեն ինչի վրա ու ոչ մեկ այսօր դա չի ուզում հասկանա ու իմ բանը որն է, որ այսօր եթե դրա դեմ պայքարը կարա լինի խելքով, մտքով, գործողություններով, Աստված մի արած ես չեմ ուզում հետո դրա դեմ պայքար լինի զենքով նորից։ Որտեվ այսօրվա անգործության գինը հետո վճարվում է զենքով մեր սերունդների կողմից։ Այսինքն նույն ընդդիմությանը ճիշտ ասած որ դուք առաջարկում եք պաթոսայինի փոխարեն այդ կոնցեպտը դնել, որ գդիմենք դատարան եւ այսինքն շարժվել դրանով։ Այո, միանշանակ նույն ընդդիմությանը ես առաջարկում եմ նախ կիրառել ճիշտ տերմիններ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ առաջ է մղում պետական մակարդակով մշակված զավթողական ծրագրեր։ Սա մեկ, երկրորդը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին սովորեցնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանի իրեն է պատկանում։ Սա երկուսը սպառնալիք է եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ազգային անվտանգությանը եւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ չորրորդ Ալիևին զսպելու համար պետք է հստակ օգտագործել միջազգային քաղաքական բոլոր հնարավոր գործիքակազմերը, որպեսզի ապագայում մեր սերունդները գին չվճարեն այսօրվա ագրեսիվ նպատակների համար, զսպելու համար։ Եկանք միջինն, այսինքն ոչ Փաշինյանի ամեն ինչ բացառելն ու ուրիշ տարբերակները, ոչ էլ այս կողմից այդ վախ սերմանելը, անիմաստ, այդ երկուսն էլ ճիշտ չեն։ Այո, որովհետև եւ երբեք թույլ չտալ, որովհետև եթե ընդդիմությունն էլ անկախ իր կամքի իր թեկուզ չակերտներով կիրառում է վերադարձ ադրբեջանց վերադարձ տերմինաբանություն, ինքը ակամայից օգնում է Փաշինյանին դրանք դնել կշեռքի նույն նժարի վրա արցախցիների վերադարձի իրավունքի հետ, բայց դրանք չի կարա դա այդպես լինի։ Ուզում եմ ասեմ, իսկ եթե ինքը ասի զավթողական ծրագիր, ինչ պիտի ասի Փաշինյանը, ասի դուք էլ ուզում եք Բաքու զավթեք, ինչ պիտի ասի։ Ուզում եմ ասեմ, դու պետքա կարողանաս ճիշտ գնահատականներ տաս քաղաքական, որոնք կօգնեն նաև դիվանագետների հետ ճիշտ կոմունիկացիայով ցույց տալ, որ Հայաստանի մի ընդդիմադիր հսկայական սեգմենտ սա համարում է զավթողական ծրագիր ընդդեմ իր պետության։ Վերջում սահմանադրության փոփոխության մասին Տիկին Հարապետյան, Բաքվից պարբերաբար հիշեցնում են այս մասին։ Ավելի ինտենսիվ ընտրություններից հետո երևի թե տեսել են, որ սա համանդրական մեծամասնություն չունեն Փաշինյանը։ Ինչ կան իշխանությունը, արդյոք այդ պատերազմի վտանգ կոչվածը ռեալ է հիշելով Փաշինյանի հայտարարությունը սեպտեմբերի մասին, եթե իհարկե չգտնեն մեխանիզմ իշխանությունները։ Հիմա իրենք պետք է գտնեն այդ մեխանիզմը, թե դա արկախելու են ժամանակավորապես։ Այս հարցում ինչպես կընթանա զարգացումները։ Տեսեք, առհասարակ իմ գնահատմամբ, եթե պետության ղեկավարը լիներ պետական շահը սպասարկող գործիչ, երբեք ոչ մի իրավիճակում չէր համաձայնվի որևէ երրորդ պետության կամքով իր սահմանադրական հանրակրվե անցկացնել իր պետության անկախության հռչակագրից։ Ով որ պետությունը ուզում է դա լինի բոլորակի վրա։ Էլ չեմ խոսում, երբ այդ պետությունը քո դեմ իրականացրել ագրեսիվ պատերազմ, էթնիկ զտում, բռնի տեղահանում եւ պատերազմական մի քիչ իրենց տեսանկյունից չի կարող ինքը խաղաղության գին լինել, որովհետեւ ասում եմ դրան զուգահեռ Ադրբեջանը մեր դեմ արդեն կեժամ խոսում ենք զավթողական ծրագրեր առաջ մղում։ Կապ չունի, փոխես չփոխես, հա։ Ընդհակառակը ինքը սա օգտագործում է որպես գործիք քեզ ինքնիշխանությունը զրկելու համար, որովհետև ինչա պետության անկախության հռչակագիրը, ինչա պետության խորհրդանիշը, ինչա պետության սահմանադրությունը, այդ ամբողջը պետությունը դարձնում է պետություն։ Ինչի է իմ համար օրինակ անընդունելի Հայաստանի Հանրապետության տարածքի նշանով ման գալը, որովհետև այս պետությունը տարածք չի, այս պետությունը նաև զինանշան է, գերբ է, դրոշ է եւ այլն հիմն է, պետական խորհրդանիշներ կան։ Ոչ մի պետության ղեկավար տարածքը չի կպցնում ման գալիս։ Քարտեզը չի համարվում պետական խորհրդանիշ, հա։ Կներեք ինքը տարածքի նայողը չի, էլի։
Բնական ու էլ չեմ ասում ամենաաբսուրդը դա, որ ինքը իր իշխանության օրոք առաջին անգամ այդ պետությունը ունեցել է տարածքային կորուստներ եւ օկուպացված տարածքներ, որը ինքը ոչ մի ձև չի կարող հետ բերել, դա դրա մեկ այլ անհետ կողմն է։ Բայց առհասարակ չի կարող այդ սահմանադրությունը դրվել հանրակրվեի, սա մեկ։ Բաքուն այո, շարունակում է պնդել, որովհետեւ իր համար Հայաստանի եւ հայկական պետության եւ հայ հանրության շարունակական նվաստացումը իր կարևոր ծրագրերից մեկն է։ Ադրբեջանը մեզ այսօր փորձում է ոչնչացնել ոչ թե ֆիզիկապես, քանի որ աշխարհաքաղաքական դասավորությունները փոխվել են, այլ հոգեբանորեն եւ մտովի։ Ինքը ուզում է մեր ուղեղում իշխեն ադրբեջանական ճշմարտություններ, ադրբեջանական պատկերացումներ, խեղված պատկերացումներ խաղաղության մասին։ Դրա համար իշխանության բազմաթիվ աջակիցներ շատ հաճախ արձագանքում են հենց ադրբեջանական խոսույթներով մեզ, բա տարածք էինք օկուպացրել, էս էինք արել, էինք արել, ասենց ինչ որ բաներով։ Մենք չենք նկատել, թե ինչպես է մեր բազմաթիվ քաղաքացիների ուղեղում գերիշխող դարել ադրբեջանական խոսույթը, մենք դա չենք նկատել։ Ու այսօր էլ մենք էլի դրա գերին ենք դառնում։ Բա որ սա էլ անենք կարողա լավ լինի, բա որ այն էլ անենք, բա որ այն պահանջն էլ բավարարենք, իսկ որ այն էլ անենք, ու այդ ամբողջ ամեն պահանջի կատարմանի պատասխան մենք նոր պահանջ ենք ստանում, բայց խաղաղություն չենք ստանում։ Ընդհանրապես ստանում ենք չկրակել։ Չկրակելը լավ է, ես չեմ ուզում որևէ կերպ դա խախտվի, եւ դա տրամաբանական է, մի տեսակ իրանք մեզ կներեք ծառայություն չեն մատուցում չկրակելով, իսկ ով ասաց, որ իրանք պիտի մեր վրա կրակեին։ Որտեղ է դա գրված։ Իսկ ով է այդ հարցը տալիս, իսկ որտեղից առաջացավ Սյունիքի վրա հարձակման վտանգը։ Ոչ մեկ այդ հարցերը չի տալիս, չէ՞։ Ոչ մեկ չի տեսնում, որ այդ ամբողջ էս վարած քաղաքականության ուղիղ հետևանքն է, որ մենք պատերազմի սպառնալիքի տակ ենք, ու մի բաներ շնորհակալ ենք ինչ որ պահի Իրանին, որ կոշտ հայտարարություններ անում, հետո Միացյալ Նահանգներին, որ միջամտումը թույլ չի տալի պատերազմը, բայց ոչ մեկ չի հարցնում, այդ պատերազմի վտանգը Հայաստանի դեմ ինչից առաջացավ, եթե ոչ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Ոստի ես կարծում եմ, այս սահմանադրության հանրակրվեն առհասարակ պետքա բացառել, որտեղ դա ռումբ է պետության համար, դրա ցանկացած պատասխանը այո կամ ոչ, պրոբլեմա պետության համար, դա առհասարակ չպիտի դրվի հանրակրվեի, եւ դրա համար չգիտեմ ընդդիմությունը ինչ է մտածում։ Պատերազմի քարոզում կմեղադրեն։ Դե պատերազմ, այսինքն դրա հակառակը չի նշանակում պատերազմ այսպես ձևակերպել։ Դե կներեք էլի, ասենք եթե Ադրբեջանը պետական մակարդակով կանգնում ասում է, որ իմ պետությունը զավթել իր ազգային նպատակն է, դրանից ուղիղ պատերազմի կոչ ես չեմ պատկերացնում, էլ ավելի ուղիղ էլ ոնց ասեն։ Այսինքն կարող ենք ենթադրել, եթե ձեր շղթան շարունակեմ ու դրանով ավարտենք, սահմանադրության փոփոխությանը հասնելով, ենթադրենք Ադրբեջանը ոչ թե ուզում է ամուր խաղաղություն, այլ հակառակը ավելի մեծ թույլատնել, որ հետո ավելի հեշտ անի մյուս քայլերը, ճիշտ եմ կարծում, իմունիտետային խնդիր է։ Ադրբեջանին մշտապես պետք է գործընթացի շարունակականություն, որտեղ ինքը ուղղակի քայքայում է հայոց պետությունը եւ հայ հանրությանը հոգեբանական դաշտում։ Գիտեք, եթե իրանք մեր ուղեղներում համոզեն մեզ, որ մենք ամեն ինչ սխալ ենք արել, սխալ ենք կռվել, սխալ ենք արել, որ պայքարել ենք, ընդհանրապես մեր դիմադրությունը սխալ է, եւ հետո հայտնվեն մեր երկրի տարածքում, մենք դիմադրել անիմաստ կհամարենք։ Դա ավելի ուժեղ պատերազմ է իրականում, քան ֆիզիկական ոչնչացում, պարզապես էլ ինչ իմաստ ունի մեզ ֆիզիկապես ոչնչացնել, եթե մենք ամբողջությամբ գտնվում ենք իրենց վերահսկողության տակ եւ ապրում ենք այնպես, ինչպես իրենք են ուզում, որ մենք ապրենք, զուրկ ինքնությունից, հիշողությունից, պատմությունից եւ մեր սեփական շահերը առաջ մղելու որևէ ձգտումից։ Սահմանադրության փոփոխությունը մի դուռ է, որը ժամկետը բնականաբար կապ չունի 10 տարի, 20 թե 50 դուռը բացում հա ադրբեջանցիների հենց ֆիզիկապես տեղավորվելուն է Հայաստանում ոչ միայն, թե ուղղակի իշխելու Հայաստանը։ Չանեմ, սահմանադրության փոփոխության առաջարկը դա ռումբ է հայոց պետության ինքնիշխանության տակ։ Այսինքն այս պետությունը լեգիտիմությունը կորցնելու է, եթե որևէ երկրի պահանջով իր սահմանադրությունը փոխի եւ դա փաստ է։ Այսինքն պրագմատիկ հայտարարություն է, սա պաթոս չի, հիմա ինչ որ ասում եք, հայրենասիրություն չի, հա։ Տեսեք, ես ուրիշ բաներ չեմ ասում կգան մեր տանը, այդպես բաներ չեմ օգտագործում, ասում եմ, այս պետության ինքնիշխանությունը հարցականի տակ դնելու, ինքնիշխանությունը ինչ որտեղ վերացնելու, թուլացնելու նպատակ հետապնդող գործընթաց, որ Ադրբեջանը համառորեն պնդում է։ Հակառակ դեպքում, եթե ինքը ուզեր, կասեր դե լավ, սահմանները բացում են, առևտուր կլինի, այս կլինի, այն կլինի։ Դրանից ավել էլ ինչ Ադրբեջան, ինչ ցանկացել է ունի այս պահի դրությամբ։ Ու ոչ մեկ իրան ոչ մի բանում չի մեղադրում, չի ասում են Արցախում են ինչ արեցիր։
Ոչ մի բան խնդիր չունի դրա հետ, բայց ինքը շարունակում է ագահորեն առաջ մղել իր նպատակները, որտեվ որոշել է Հայաստանը վերացնի որպես ինքնիշխան պետություն, որոշել է հայկական հանրությանը ոչնչացնի որպես ինքնություն ունեցող հանրություն եւ պատմություն ունեցող հանրություն։ Իրավականորեն կա այդ վտանգը, որ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները Հայաստանի հետ այսինքն կշփվեն որպես էլ 91-ից գոյություն չունեցող այլ պետության, ճիշտ եմ հասկանում։ Դե սահմանացում մենք անընդհատ փոփոխել ենք, չէ՞, մեր բանի, բայց սա ուրիշ բան է, ճիշտ եմ հասկանում։ Կշփվեն որպես կզրոյանա, հա, հաշվի չա, շոթչիկը կզրոյանա հայկական պետականություն, ճիշտ եմ հասկանում։ Այդքան խորքային բան է։ Ինքը շատ լուրջ ու վտանգավոր բան է, որովհետև կշփվեն որպես պետություն, որը իր անկախության հիմնադիր հռչակագրից հրաժարվել է իրեն դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծած պետության պարտադրանքով։ Դրանից հետո էլ ինչ ինքնիշխանության մասին կարա խոսք լինի։ Ունենա դրանից բխող այս գործող պետության ստորագրած նաև պայմանագրերով, ինչ որ պայմանագրով։ Բազմաթիվ, երևի դա ավելի շատ իրավական ոլորտի մասնագետները կբացատրեն, ես քաղաքական առումով եմ ասում, այո, դա կատաստրոֆիկ բան կարա լինի պետության համար, այդպեսի բան չպետք է թույլ տալ ոչ մի ձևով։ Վերջում լրացում է, եթե այն արևմտյան Ադրբեջանի մասով ընդդիմության, հա, հասկացանք ինչ ունեն, ինչ չունեն, այս մասով ունեն իրենք կարճ կոնցեպտ սրան դիմագրավելու, այս պահանջը։ Ինձ թվում է շատ ավելի ճիշտ կլինի, որ իրանք անկախ իր տենց բոլոր տարաձայնություններից միասնական հանդես գան նրա օգտին, որ այդ հանրակրվեն երբեք չպիտի տեղի ունենա Հայաստանի Հանրապետության ներսում։ Ալիևի հանրակրվեն չի կարող տեղի ունենալ։ Ոչ միայն ոչ ասել կամ բան, այլ առհասարակ այդ հանրակրվեն պետքա բացառվի։ Նիկոլ Այսկոմ, այո։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ունի սահմանադրական մեծամասնություն, իրենք ունեն նաև քաղաքական լծակներ դա անելու, եթե իրենց որոշ պատգամավորներ տարբեր հանգամանքների բերումով հանկարծ չհայտնվեն Փաշինյանի ճամբարում։ Անկամ process-ը չպետք է սկսի, ճիշտ հասկացա, ոչ թե գնա հետո ոչի ճամբար անեն։ Հանրապես process չպետք է սկսվի։ Փաշինյանը թող գնա, ինքնա խոսք տվել անձնապես Ալիևին, թող գնա ոնց ուզում է տակից դուրս գա։ Իմ պետությունը չպետք է դրա տակ մտնի երբեք։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։